Տիկին Մանավազյան ընտրություններից հետո Ռոբերտ Քոչյանի դաշինքը հայտարարեց, որ դիմելու են սահմանադրական դատարան, իսկ ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանը կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել վերահաշվարկի համար, սակայն վերահաշվարկից հետո տեսնում ենք, որ ԿՊ-ի ձայներն են ավելանում, ինչպես նկատում ենք։ Ինչ սպասել։ Ինչ սպասենք, նախ Ռոբերտ Քոչյանի դաշինքը դիմել է սահմանադրական դատարան, մենք տեսել ենք նախորդ 5 տարիներին իրենք ինչպես են, ուղղակի հանրությանը ցույց տալու համար, որ ինչ-որ բան են անում, դիմում են, թող դիմեն, ինչպես նախկինում դիմել էին, եւ ընդհանրապես իրենց գործունեությունը ինձ թվում է բոլորս տեսել ենք, իրենց գործը միայն հանրությանը ցույց տալ, աղմուկ ստեղծել եւ այլն, հիմա նորից գալիս են ազգային ժողով, տեսնենք ինչ են փորձելու այս անգամ անել։ Իսկ ինչ վերաբերում է վերահաշվարկին, ընտրությունները 4 օր առաջ ավարտվել է, վերջին նախորդ 2 օրը նոր ընդդիմությունը արթնացել է քնից եւ փորձում է աղմուկ ստեղծել ընտրությունները կեղծելու հետ կապված, դա աբսուրդ է, որովհետեւ նախ ընտրակաշարք բաժանող ընդդիմությունը փորձում է խոսել ընտրակեղծիքներից, երբ իրենց 200 ընտրակեղծարարներ այսօր հարցաքննվում են հակակոռուպցիոն մարմնում եւ որևէ մեկը չի հերքել, որ ինքը ներգրաված է եղել եւ ընտրակաշարք բաժանելու մեջ։ Սա կարեւոր է եւ պետք է բոլորը տեսնեն եւ իմանան, որ իրենք այսօր ամենամեծ կեղծարարը լինելով եկել են ընտրություններին մասնակցել են եւ մանդատ պետք է ստանան, այսօր փորձում են վերահաշվարկ պահանջել։ Մենք միայն ուրախ ենք այդ վերահաշվարկի համար, որտեղ վերահաշվարկի արդյունքում ԿՊ-ի ձայներն են ավելանում։ Մենք ինքներս միգուցե չդիմեինք, բայց արդյունքում ստացվում է, որ մենք ունենք ավելի ձայն, քան նախնական հաշվարկի ժամանակ է արվել։ Իհարկե, կենտրոնական ընտրականը նաեւ հայտարարում է, որ այդ թվերը նախնական էր, իրենք միևնույն է տեխնիկական բաներ են, որը հնդածս արել են եւ նախորդ տարիներին եւս դա արվել է, պարզապես դա այնքան չնչին տոկոս է կազմել, որևէ մեկը չի գնացել, իսկ այսօր մեկ ձայնի կարևորությունը կարևորելով, նորից վերահաշվարկը շատ կարևոր նշանակություն ունի, ես կարծում եմ շատ լավ է, որ վերահաշվարկ է լինում եւ հուսամ մեր ձայները եւս էլի կավելանան։ Ինչ ունեմ ասելու նաև ընդդիմությանը, ես ուզում եմ արդեն 4 օր է անցել, ուզում եմ հասկանամ իրենց այն հայտարարությունը, որ ընտրություններից հետո սիրելի ժողովուրդ 300,000 ադրբեջանցի լինելու է Հայաստանի Հանրապետությունում, ուր են այդ ադրբեջանցիները, որովհետեւ տեսնում ենք իրենց, ուզում եմ դա այդ հարցը եւ հաջորդիվ բոլոր նիստերին ես իրենց տալու եմ, որտեղ են 300,000 ադրբեջանցիները։ Եթե իրենք այդ հայտարարությունով փորձեցին մարդկանց զգացական, էմոցիոնալ, չգիտեմ, ֆոն ապահովելով ձայներ կորզել, ես կարծում եմ առաջիկայում իրենց աշխատանքով փորձենք հասկանալ որտեղ են թաքնված 300,000 իրենց կողմից հնչեցված 300,000 ադրբեջանցիները։ Ես կարծում եմ այն գործելավոճը, որ իրենք են որդեգրել ամենասկզբից, քարոզարշավի սկզբից, ընտրակաշարք բաժանելով, չգիտեմ, իրենց հայտարարությունները ընդհանրապես մանիպուլացնելով, նույն շարունակվելու է նաև ազգային ժողովում մանիպուլացիաներ ստեղծել։ Մենք պետք է չեզոքացնենք եւ հնարավորինս մեր աշխատանքով, մեր արած գործով ցույց տանք, որ իրենք ուղարկի դատարկ ընդդիմություն են։ Իրենք կարծում են, օրինակ Նարեն Կարապետյանը մասնապես հայտարարել է, որ եթե 8 հոգի պատգամավորներից դիրքորոշում փոխի, ապա Նիկոլ Փաշինյանը կկորցնի աթոռը։ Մենք հիշում ենք նաև 2021-ից հետո էին այս տեսակ հայտարարություններ անում, հանրահավաքներին հնչեցնում, տեսանք, որ նման բան չեղավ, խնդրեմ ասեք ինչ ցույց է։ Ես կարծում եմ նման հայտարարություն անելուց թող շրջվի հետև եւ նայի իր թիմը եւ մտածի արդյոք այդ 8 պատգամավորը վաղը մեր բոլոր փոփոխություններին կողմ չի քվեարկելու։ Եվ նաև երեկվանից տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ այսպես աղաղակեցին Facebook-ում, թե Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղում քաղաքացիական պայմանագիրը ստացել է 0 ձայն։ Այնինչ հրապարակվեց արձանագրությունը, մենք գնացինք գյուղում խոսեցինք հանձնաժողովի նախագահի հետ, նաև գյուղացիների հետ, որ նման բան բնականաբար չկա։ Որն էր դրա նպատակը։ Տեսեք, նպատակը եւս նորից եմ ասում, այդ մանիպուլացիան ստեղծելն է մարդկանց շրջանում եւ վստահեցնում եմ, երբ մարդը բացում է սոցիալական էջը եւ տեսնում է գրված, որ 700 0 ձայնի դիմաց 700 եւ հակառակ խոսքն է գնում, բնականաբար փորձելու է հավատալ այդ լուրին։ Խնդիրը հետեւյալն է, արձանագրությունները արձանագրվել են իրենց վստահված անձանց ներկայությամբ, ստորագրությամբ եւ արձանագրությունները գալիս է կենտրոնական ընտրական հենց այնտեղից մուտք է լինում համակարգ։ Հիմա այլ բան է, որ իրենց ներկայությամբ դա ինչպես է կեղծվել եւ ընդհանրապես կեղծ լուրեր տարածելը դա իրենց միակ պրոֆեսիան է։
Իս ժամանակը չէ, որ այդ տեսակ մարդիկ պատժվեն օրենքի համապատասխան։ Ես կարծում եմ, որ այդ տեսակ մարդիկ հայտարարություններ, ես օրինակ որևէ անպատասխանատու հայտարարություն, որը վստահ չեմ այդ հայտարարության մեջ, որին չեմ հավատում անձամբ եւ որը իմ աչքով չեմ տեսել, երբեք չեմ անի, բայց իրենք առանց որևէ հիմնավորմամբ, առանց որևէ փաստի, առանց որևէ ապացույցի փորձում են մարդկանց մոլորեցնել։ Եվ այդ մոլորեցնելը կրկնում եմ, որ իրենց միակ տաղանդն է, որ այսօր ունեն։ Եվ նաև այսպիսի մի բան է հրապարակվել մամուլում Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերը, որ ավելի քան 1.1 միլիոն դոլար Հայաստանի դեմ քարոզչական արշավի համար է նախատեսվել, եւ մենք տեսնում ենք ռուսական պետական լրատվամիջոցների հայտարարությունները, ինչպես էին փորձում նսեմացնել այս հաղթանակը, ձեր հաղթանակը, եւ մեկը մեկին ձայնարկում էին այստեղ մեր ընդդիմադիրները։ Դե տեսեք, հիբրիդային պատերազմը, որ ասում ենք, հենց կա եւ շարունակվում է եւ շարունակական է լինելու բնականաբար։ Մենք այդ հիբրիդային պատերազմը կարող եմ ասել շատ մեծ ներուժով կարողացել ենք հակազդել, հնարավորինս կարողացել ենք, բայց եթե ավելի լավ կարողանայինք հակազդել, բնականաբար այս ուժերը չէին անցնի այսօր խորհրդարան, բայց ծավալ այնքան մեծ է եղել, որ մեր հակազդումը բերել է նվազագույն շեմով անցնելու իրենց խորհրդարանի հնարավորությանը։ Բոլոր դեպքերում այո կան, իրենք դրսից Հայաստանի վրա մարդ են բերում, դրսից Հայաստանի վրա ուժեր են բերում, դրսից Հայաստանի վրա փորձում են ազդեցություն ունենալ ու գիտեք աբսուրդը որն է, երբ իրենք իրենց բոլոր հնարավորություններն ու լծակները, այսինքն օգտագործում են սահմանափակումներ դնելով, մեր բիզնեսի վրա ազդեցություն ունենալով, այդ բիզնեսի ներկայացուցիչները մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ովքեր այսօր հնա են ստեղծում, հարկեր են վճարում եւ կանգնում են այդ նույն մարդկանց ներկայությամբ եւ աչքերին նայելով ասում են, գիտեք, իշխանությունն այսօր այս բանը արեց, այն բանը արեց, դա իրենք են անում եւ իրենք են փորձում բոլոր տեսակի խառնաշփոթ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում եւ ի ուրախություն բոլորս պետք է ասեմ, որ որևէ բան չի հաջողվում եւ չի հաջողելու։ Եվ նաեւ այդ ընդդիմադիր ուժերը, հիմնականում այդ երեք հայտնի ուժերը անընդհատ խոսում էին, որ ահա եթե այս իշխանությունները ընտրվեն, Ռուսաստանը սա կանի, նա կանի, թեև տեսանք որոշակի տնտեսական ինչ որ խնդիրներ փորձեց առաջացնել, միևնույն ժամանակ տեսանք ծաղիկի արտահանումը, ինչպես Լատվիա գնաց, Լեհաստանն է պատրաստ մեր ծիրանը ընդունել, ծաղիկները Նիդերլանդներ գնացին, այսինքն Եվրամիությունը արդեն գործում քայլեր է անում մեր ապրանքը։ Ես այսօր հենց պարոն Պապայանին բյուջեի քննարկմանը հարց եմ տվել եւ այո, բոլոր, այսինքն պատրաստական այդ աշխատանքը արդեն սկսվել է, տարվում է եւ էկոնոմիկայի նախարարությունն էլ իր աջակցությամբ հնարավոր ծրագրեր նաեւ ներդրել են եւ հարցինի պատասխան ինձ շատ գոհացրեց, որ բոլոր խնդիրները կարգավորված է, բայց եթե անգամ կան որոշակի խնդիրներ, դեռ կարգավորման փուլում են եւ գործարանների ուղղակի առաջի անգամ արտահանելուց այնտեղ փաստաթղթաշրջանառության հետ կապված որոշակի տեխնիկական բաներ պետք է առաջի անգամ անելու դեպքում կան, բայց հնարավորինս լուծում են, օգնում են եւ իհարկե դա կդառնա արդեն բաց ճանապարհ եւ միշտ մենք չենք ունենա արտահանման մեծ ծավալների հետ արտահանման որևէ խնդիր, իհարկե նաեւ ուրախության բոլորիս նշեց, որ որակը համապատասխանում է եվրոպական շուկայի ստանդարտներին, որը եւս շատ կարեւոր եմ համարում եւ իսկապես մեր սա ցույց է տալիս նաեւ, որ գյուղ ոլորտի զարգացումը, ինտենսիվ այգիները, մշակման բոլոր ստանդարտները հնարավորինս այնքան են բարձրացել եւ զարգացել, որ այո, մեր ապրանքը նաեւ վաճառվում է եվրոպական շուկայում։ Դեպ այսօր ՊԵԿ ղեկավարի հետ ճեպազրույցի ժամանակ այդ մանրամասները հարցրեցինք, որ եթե անգամ ինչ-որ բանել տեղյակ չեն, իրենք ծանոթում են, որ համապատասխան արտահանում իրականացնող ընկերությունները տեղյակ լինեն փոփոխությունների եւ խնդրի առաջ չկանգնեն։ Սա խոսում է այն մասին, որ այսօր պետությունը կանգնած է մեր քաղաքացու մեջքին, կողքին եւ հնարավոր բոլոր միջոցներով հասանելի սատարում է ցանկացած խոչընդոտի եւ խնդրի դեպքում։ Եվ այսօր կառավարության նիստի ժամանակ էլ քննարկվեց, որ այն տնտեսվարողները, որոնք վնասներ են կրել, նրանց համար փոխհատուցում համապատասխան քանակով ինչ որ ծրագրերով աջակցության փոխհատուցման ծրագրեր։ Ընդդիմությանը ինչ ունեք ասելու, հա, այդ ամեն ինչը կարելի ասել գուժում էին Հայաստանի տնտեսական ավարտը։ Իրենք գուժում էին ոչ միայն տնտեսական ավարտը, իրենք գուժում են, որ Հայաստանի Հանրապետությունը հետընթաց ապրի եւ ընդհանրապես որևէ զարգացում չունենա, իրենք իսկ ես իրենց պետք է գուժեմ, որ դրանք սին եւ դատարկ եւ իզուր է իրենց ջանքերը, Հայաստանը շարունակելու է զարգանալ, շարունակելու է իմիջիայլոց Հայաստանը խաղաղության ինդեքսով զբաղեցրել է 51-րդ տեղը 163 երկրներում կամ 161 երկրների մեջ, ինչը առաջ
ընթաց է ունեցել ի շնորհիվ օգոստոսի 8-ին խաղաղության մեր կնքած համաձայնագրի շրջանակներում եւ այն խաղաղության, որը այսօր կա եւ մենք շարունակելու ենք այն զարգացնել։ Եվ ամփոփելով այս ամբողջ նախընտրական իրավիճակները քարոզարշավին դուք եք մասնակցում, կարող ենք ասել, որ ձեր կարգախոսը տեր կանգնիր խաղաղությանը, տեր կանգնիր պետությանը, տեղ հասավ ամեն դեպքում։ Այո, այսօր քաղաքացին տեր է կանգնել խաղաղությանը, տեր է պետությանը եւ իհարկե շարունակական մենք ստանձնել ենք այդ պատասխանատվությունը եւ պատրաստակամությունը ավելի ուժեղ հզոր Հայաստան ունենալու հարցում։ Ես հիշում եմ քարոզարշավի ժամանակ Արարատ Միրզոյանը ասաց, որ ելակ արտադրողի էր հանդիպել, որի ելակը չէին թույլ տվել, որ արտահանվի Ռուսաստանի Դաշնություն, բայց նա նախարարին ասել էր, որ ոչինչ, այդ ելակը կարող է սպասել, կարևորը պետությունն ու անկախությունն է։ Ձեզ նման մարդիկ հանդիպել են։ Ինձ նման շատ գործարարներ են հանդիպել եւ շատերն են ասել, որ ոչինչ ամեն ինչ լուծելի է, կարգավորելի է, բայց պետությունը կորցնելու վտանգը մենք ինքներս զգում ենք եւ թույլ չենք տալու եւ իսկապես ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք նման գիտակից եւ գործարարներ եւ հանրություն եւ մեր պետության քաղաքացիների մեծ մասը այսօր իդեպ ասեմ, որ մենք 18 թվականի ընտրությունների արդյունքներից գումարած եւս մոտ 30,000 քաղաքացի ավել ձայն է տվել այս ընթացքում, ավել ձայն է տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որը իհարկե շատ պարտավորեցնող է եւ այն գնահատականային ահռելի մեծ աշխատանքների եւ այն դժվարությունների, որը միջով անցել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իհարկե այսօր ունենք արդեն հաստատված խաղաղություն, որի պայմաններում ավելի հեշտ եւ արդյունավետ աշխատանք ենք ունենալու հաջորդ 5 տարիների ընթացքում։ Եվ հիբրիդային պատերազմի ծավալները շատ ահագնացող էին, ընթացքում ավելի ահագնացան հենց ընտրությունների օրն էլ, բայց կարող ենք ասել, որ մեր քաղաքացիին գործարարը թվում բոլորը իրավագիտակից են շատ ավելի եւ տուրք չտվեցին այդ բոլոր ահաբեկումներին, վախերին, ինչի մասին վկայում են արդյունքները։ Ինչպես տեսնում եք արդյունքները, այո, մեր քաղաքացիները դա տեսնելով ավելի վտանգը զգալով ավելի ակտիվ են եղել եւ իրենց մասնակցությունը, իրենց քվեարկությունով հաստատել են այն իրողությունը, ինչ ունենք այսօր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։